Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Ճիշտ ասած, դարձյալ Facebook-ը սառավոտվանից բլոկում էին, միանգամից շատ ուժեղ հարձակում էր գնում էջիս վրա, չի հասցնում անգամ բողոքարկումները հետ ուղարկել ու վերանայել տալ։ Ու ցավոք սրտի, այո, էջս վերականգնվեց ձեր օգնությամբ, ինչի համար շնորհակալություն, բայց ուղիղ եթերը դարձյալ Facebook-ով ժամանակավոր անջատեցին, ուստի դարձյալ առաջիկայում հիմնականում YouTube-ով կշփվենք, YouTube-յան էջով, այնպես որ կխնդրեմ, եթե ձեր միջավայրում կան մարդիկ, ովքեր նույնպես հետաքրքրված են մեր եթերներով, նրանց տեղյակ տվեք, որ YouTube-ով ենք եթեր անում։ Էտա, ասեմ ավելին, մի փոքր կարելի է զգույշ լինել, որովհետև շատ այնպեսի շրջան է, որ հարձակումները շատ են ու ակտիվ էջերի վրա ամենատարբեր, անգամ 22-23 թվականների ինչ որ մեկնաբանություն էին գտել այդտեղով էին բոլորը։ Ինչևէ, շնորհակալ եմ բոլորիդ եւ միանգամից ասեմ, որ ժողովուրդ ջան, ովքեր որ նոր են միանում են կանալին, լավ կանեն, սեղմեն զանգակը եւ բաժանորդագրվեն էջին, ինչի համար շատ շնորհակալ կլինենք։ Ինչպես հասկացաք, երևի թե հասկացաք, անդրադառնալու ենք ձևիստներին։ Ես այսօր ճիշտ ասած բավականին ծանրաբեռնված օրեր ու հնարավոր է free news-ով այսօր հաղորդումս այնքան էլ հետաքրքիր չէ ստացել, չգիտեմ, թողնեմ ձեր գնահատականին, բայց պետք է ավելի խիստ անդրադառնալ այս թեմային, առավել եւս որ երբ որ մանիպուլացնում են, հետո փորձում են շարունակել դա անել, հա։ Ես հիմա կասեմ ինչի մասին է խոսքը։ Ուրեմն ինչ որ հավաքույթ էր, չգիտեմ, Նարեկ Կարապետյանին, ես հակասական դրած չէի անդրադառնա, որովհետև ընդհանուր առմամբ ես քաղաքական մեկնաբան չեմ, որպեսզի դնեմ ու գնահատականներ տամ, այլ որպես քաղաքացի եմ այս ամեն ինչին նայում ու որպես քաղաքացի էլ բարձրաձայնում եմ այն ինչը որ նկատում եմ, լավ կանեն դրանից հետևություններ անեն ձևիստները, մանավանդ որ դա խալխի ձևով շարժումն է, ես այդպես եմ ընկալում, ռուսական կողմից ուղղորդված եւ այլն սրանք զրոյից ես չբացատրում, դուք ինձանից լավ գիտեք ով է ինչը։ Ու եթե այնտեղից գումարը, հա, փողը հանենք, տակը բան չի մնա, մարդ չի մնա, ոչ մի գաղափարախոսություն, ոչ մի հայրենիք, պետություն, ոչ մի սեր, հանդուրժողականություն, բացարձակ ոչ մի բան։ Այս փողը հանենք, տակը ոչ մի չի մնա։ Բայց դա էլ չի խնդիրը, հիմա ամեն դեպքում որոշել են հավաքվել իրար գլուխ քաղաքականությամբ զբաղվեն։ Դեռ այն ինչ որ խոսվել է, ասվել է, սրանք այս ամեն ինչը մի կողմ։ Երեք այդ հավաքի ժամանակ Նարեկ Կարապետյանի ելույթից առնվազն մի երկու տեղ անդրադարձ կանեմ իհարկե, հատկապես երբ առյուծ մեհերի թեմաներ շոշափում, ես սիրում եմ երբ որ էպոսից խոսում են, բայց մի հատ այսպեսի դրվագ եղավ, նա հարցադրում էր արել, ինչին ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը պատասխանել էր այդ հարցադրմանը իր ձևով։ Քաղաքական հայտ ես ներկայացնում, այնտեղ քաղաքական գործը չէ, բնականաբար երկխոսություն էր գնում, հերավար ձևով կարելի է այսպես ասել, ու հարցեր էր հռետորական հարցադրումների Ռուբեն Ռուբինյանը փորձել էր պատասխանել։ Լավ, պատասխանել էր, ասեմ, հարգանքով, քաղաքական խոսույթով իրեն հատուկ, հարցը սա չի, ում է դուր գալիս, ում դուր չի գալիս, սա էլ չի։ Այստեղ մի բան ինձ ուշադրությունս գրավեց, մեկնաբանությունների դաշտում երբ տեսա հետևյալը։ Հիմա գտնեմ ձեզ համար, որպեսզի զրոյից գանք, էլի, Սամվել Կարապետյանի որդին, ով փորձում է ներկայանալ որպես համերաշխության, այսպես սիմվոլ, հա, առհասարակ նրանք այս ձևիստների բանն է, իբր այդտեղ են շեշտը դնում, որ մարդկանց մեջ նստածեն իբր իրանք համերաշխության ներկայացուցիչներն են։ Բայց հանկարծ Սարգիս Կարապետյանը Ռուբեն Ռուբինյանի գրառման տակ, հա, մեկնաբանություն է թողնում։ Ես ընթերցեմ ձեզ համար։ Դեռ մի քանի հարց կա, որոնց դուք կպատասխանես դատարանում, փոքրիկ թուրք։ Ուսացրեց ինչ էր։ Ասենք սա արդեն քաղաքականություն չի, սա ուրիշ խոսույթ է, որը որ վատն է։ Իհարկե շատերը այստեղ մտել իրանց են ցույց տալիս, թե դուք թուրք բառից չեք վիրավորվում, չես, բացած ապուշ բաներ են անում, բայց այս մակարդակին իհարկե չեն իջնի։ Ռուբինյանը պատասխանել է, ցանոթացեք ռուսաստանցի բիզնեսմենի փոքրիկ տղան է, որը նաև իմ հավատարիմ հետևորդն է, ակնհայտորեն ներազգային համերաշխության ջատագով է։ Չէ՞ որ մի կողմից համերաշխությունից եք խոսում, մի կողմից թուրք-մուրք եք ասում։ Բայց սա էլ չի ամենակարևորը։ Պարզվում է, ինչի համար են այդպես ասում։ Ասում են, որովհետև այստեղ մեղադրում են Ռուբինյանին, որ նա չի բանը ինչ որ իր կենսագրությունից թաքցրել է Թուրքիայում սովորելու տարիները։ Պարզվում է Ռուբինյանը Թուրքիայում սովորել է։ Իհարկե Ռուբեն Ռուբինյանը ես հեսա տեսանյութեր կդեմ։ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, ասաց որ նման բան չկա, որ ինքը սովորել է Հայաստանում, Մեծ Բրիտանիայում եւ եթե չեմ սխալվում Լեհաստանում, Թուրքիայում չի սովորել եւ այնտեղ այդ շեղումների մասին նույնպես պատասխան տվեց։ Մինչ պատասխանին անդրադառնալը, տեսեք, սա Ռուբեն Ռուբինյանն է, ով իր գրառման մասին բացատրություն է տալիս, թե ինչա ես սովորել եմ Թուրքիայում։
Ադրբեջանից նա թեյփեր ես սովորել եմ Թուրքիայում։ Եվ եկել է ժամանակը, որ ես նորից եկեմ այս հաջող տարածող սուտը, որը հաջող տարածում էին Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմակիցները, հիմա իրենց մյուս օքեզավակներն են հասնում են սկսել տարածել։ Ես Թուրքիայում երբեք չեմ սովորել։ Ես սովորել եմ 3 երկրում։ Հայաստանում, որտեղ ավարտել եմ ԵՊՀ-ն, Անգլիայում, որտեղ մագիստրատուրա եմ ավարտել, եւ Լեհաստանում, այսինքն ավարտել եմ 3 համալսարան, 3 երկրում, եւ Թուրքիան դրանց թվում չի։ Բայց վերադառնանք ու պատասխանում է մեկ այլ հարցի։ Մարդը բերան ասում է, բերանացի։ Ուրեմն, այստեղ իհարկե ծաղրական տոնով փորձում են նրան ջրի երես անել։ Առհասարակ այս KGB-բեական, FSB-ական շերտը ու նրանց մանգլավիկները, նրանց ապրիորի աջակիցները բան են, որ sense չգիտես էլի, իրանք իմանալով են դա անում, թե չիմանալով են անում, առհասարակ սիրում են մարդկանց վրա մի փախարակող բառ հայտնաբերեն, այնքան ասեն դա իբր դարձնեն ճշմարտություն, իրենք հավատան այդ բառին ու այդ մարդուն սկսեն անընդհատ դրանով ինչ որ վարկաբեկել։ Ոնց որ օրինակ իմ բարագայում ես շատ արդեն սովոր եմ, ինչպես գիտեք, որ բան ալկաշ, նարկոման, կործանված մարդ սպիդ է վերջի շրջանում ինչ որ 2 տարի է, չգիտեմ։ Ու իրենք անընդհատ դա ասեն, հավատան այդ ստին ու գնան։ Նույնը Պաստոյան Ռուբինյանի բարագայում այն է։ Ու այստեղ տեսեք նրանց այս անձնավորությունը, ով բավականին ակտիվ է, Ալիկ Ալեքսանյան հայտնաբերում է Ռուբինյանի, այսպես ճակերտներով ասած, Ռուբինյանի սուտը։ Դուք ասում եք, որ չեք սովորել Թուրքիայում։ Ես Թուրքիայում երբեք չեմ սովորել։ Ես սովորել եմ 3 երկրում։ Հայաստանում, որտեղ ավարտել եմ ԵՊՀ-ն, Անգլիայում, որտեղ մագիստրատուրա եմ ավարտել, եւ Լեհաստանում, այսինքն ավարտել եմ 3 համալսարան, 3 երկրում, եւ Թուրքիան դրանց թվում չի։ Okay։ Տեսեք, Արժանի պաշտոնականներում ծերից կողմից տրված ինքնակենսագրականի մեջ կա այսպիսի միտող 2017-ից 18 թվականներին զբաղվել է գիտական գործունեությամբ, թե ինչ գիտական գործունեություն է, որտեղ եւ ինչ պայմաններում բացակայում է, չհաշված են փաստին, որ նախորդ տարիներում բավականին մանրամասնորեն ներկայացրել եք որտեղ եք սովորել եւ ինչ եք արել։ Տեսեք, քանի որ այսպիսի մի ասացված կա ժողովրդական, ասում են ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ լսել, այդ իսկ պատճառով ես սկրինը կտեղադրեմ, լիքտել կտեղադրեմ մեկնաբանություններում, դուք Ստամբուլի Սաբանջը համալսարանում զբաղվել եք ինչ որ գիտական գործունեությամբ եւ ինչ գիտական գործունեություն է դեռ բարձի փուսամ դուք կմեկնաբանեք։ Տեսեք, առհասարակ սուտ խոսելը լավ բան չի։ Առավել եւս քաղաքական գործ չի համար լավ բան չի։ Եվ երբ ձեր օպոնենտը խոսում է ճիշտ եւ ճշտի մասին, անվանարկելը լավ բան չի։ Ռուբեն Ռուբինյան։ Հա, իդեպ մի բան էլ ասեմ, երբ հայաստանցիները գնում են Թուրքիա աշխատելու, գտնվում են թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Դուք 17-18 թվականներին գիտական աշխատանքներով եք զբաղված եղել Թուրքիայում։ Տենց էլ հարց մնաց, թե ինչ որ դուք եղել եք նրանց ուշադրության կենտրոնում, թե չէ, եւ առավել քան հարց մնաց, թե ինչպես ստացվեց, որ վերադառնալուց հետո դուք եղաք հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց։ Ռուբեն Ռուբինյան։ Դա, եկեք sense պայմանավորվենք, որ ուզում ենք հավատալ, որ Ալիկ Ալեքսանյան իսկապես ոչինչ չի ցանկանում կեղծել, նա պարզապես ցանկանում է մութ շերտերի վրա լույս սփռել։ Եվ խոսում է նրա մասին, թե Ռուբինյանը ստում է։ Բայց Ալիկ Ալեքսանյան ոնց որ թե այդքան էլ ուշադիր չի եղել, մինչև մարդուն ստախոս անվանելը կարելի է փոքրիկ ուսումնասիրություն անցկացնել հենց Ռուբինյանի էջում։ Շատ հեռու պետք չի գնալ։ Խնդրեմ։ Ուրեմն, այ այն ձեր Սամոյի որդին, ով որ մարդուն թուրք էր անվանում, այ հենց այդտեղ դրանից հետո 98 հատ մեկնաբանություն կա, այսինքն անընդհատ հարց ու պատասխաններ ա պատտվել, տարբեր մարդիկ են միացել ու հանկարծ ով զարմանք։ Այստեղ մեկ այլ քաղաքացու հարցին ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը կատարում է գրառում։ Իմիջիայլոց Ալիկ Ալեքսանյան, դուք նույնպես այստեղ կաք, պիտի որ տեսածն եք, սա լույսը կընկնում է չէ։ Այն վերևում դուք եք, չէ, հրապարակել եք փաստաթուղթը ազգային ժողովից, որտեղ որ բացակայում է ձեր ասած հատվածը, ու ասում եք 14-ից 18-ը բաց է, ասում են այդ տարիները Թուրքիայում ես անցկացրել, խնդրում եմ պարզաբանես։ Պարզաբանում է Ռուբեն Ռուբինյանը դրան 20 ժամ առաջ, իսկ դու ես եթերը արել ես դրանից հետո։ Բա պարզաբանում է, ինչի՞ չես լսում։ Խնդրեմ պարզաբանում է Ռուբեն Ռուբինյանի, ապո ես հասկանում եմ, որ պաշտպանելու բան ունեք, որովհետև փախնում է ոտների տակից ու բացահայտում է ձեր սուտը։ Եվ հասկանում եմ նաև, որ դա անում եք ձեր էլեկտորատին ինչ-որ կերպ փրկելու փայելու համար, որովհետև ձեր էլեկտորատից դժվար թե մի հատ խելքը գլխին մարդ փոցի մտնել եւ ինչ-որ ուսումնասիրություն անել։ Բայց ահա եւ Ռուբինյանի պատասխանը քո գրառման տակ, ահա Ռուբինյանի պատասխանը հենց քեզ Ալիկ Ալեքսանյան, դու չես կարող սա տեսած չլինես։ Ինչ ես հետո այդ սուտ ասում, իսկ որն է պատասխանը ժողովուրդ ջան։ Անծանոթ մարդկանց Ալիկ Ալեքսանյան, պատասխանում է Ռուբեն Ռուբինյանը։ Անծանոթ մարդկանց հետ խոսում են դու քով։ Նա սա կուլտուրա կես։
2014-ից 18 թվերը բաց չեն։ Ամբողջ 2014 թվականը անցկացրել եմ Զորամասում, որովհետև ծառայում էի։ 2015-ից 17 թվերին եղել եմ ԿՊ վարչության անդամ, մամլո խոսնակ, որպես պրակտիկանտ աշխատել եմ ՄԱԿ-ի գրասենյակում, հետո որպես լրագրող թարգմանիչ։ Հիմա գանք ձեր ամենասպասված պահին։ Թուրքիայում եղել եմ 2017 թվից 5 ամիս։ Okay, ինչով զբաղվել 5 ամիս։ Հրանտ դինքի հիմնադրած ծրագրի շրջանակներում գիտական հետազոտություն իրականացնելու համար։ Ոչ, չեմ սովորել այնտեղ։ Ալիկ Ալեքսանյան, սա դու չէիր տեսել։ Սա այս պատասխանը քեզ անձամբ եղել է 20 ժամ առաջ։ Քո այս եթերը, հիմա մտնենք քո էջը, դա բան չի։ Այս եթերը մի քանի ժամ առաջվա է։ Մի րոպե։ Ռուբեն Ռուբինյան, դուք ասում եք, որ չեք սովորել։ Լավ, ամեն դեպքում առավոտյան Ռուբինյանը այս հատվածը բանավորացել ու դու վերցել դրանով, այսինքն այսօրվա է, 3 բաժ։ Կարող եք մտնել ինքներդ նայել ժողովուրդ ջան, այդքան շատ չփոխվել։ Ինչ է, ինչպես էր ասում, ստելը լավ բան չի։ Այո, ստելը շատ վատ բան է։ Ու այս ստերով ուր եք ուզում գնալ։ Իմիջայլոց, մի բան ասեմ, էլի։ Երբ որ դնում եք հարցեր, այ սա վերաբերվում է նաև ազգային ժողովի ընդդիմադիր կոչված հատվածին, հա։ Ես անընդհատ տեսնում եմ, օրինակ դաշնակցականների պաշտոնական էջը, հանրապետականների պաշտոնական էջը տեղադրում են, թե իրենք ազգային ժողովում ինչ սուր հարց են տվել։ Ու պատասխանը չեն դնում։ Այդ տեսեք մենք ինչ հզոր հարց տվեցինք ներեցեցինք, պատասխանը չեն դնում։ Կամ վերցնում կիսատ ինչ որ բաներ եք տեղադրում, ասում եք այ սրանից հետևություն, նույնը 3 առաջ օրը բանում Երևանի ավականու նիստում էինք նկատում։ Ասեք, էս ինչ սովորություն է։ Բայց ինչի եք արհեստական ձևով մարդկանց մոլորեցնում։ Դուք ո՞նց կարող եք մտածել մարդու մասին, ում մոլորեցնում եք։ Եթե մեկը ինձ փորձում է մոլորեցնել, ես չեմ կարող կարծել, որ այդ մեկը մտածում է իմ մասին։ Ոչ, ես մտածում եմ, որ ուրեմն այդ մարդը շահ ունի կամ թաքցնելու բան։ Հիմա Ալիկ Ալեքսանյան, ինչու էր խափում մարդկանց։ Քեզ պատասխանել է, անձամբ քեզ։ Այնպես չի, որ այս մեկնաբանությունը մի վայրում էր, որը կարելի էր եւ չնկատել։ Դու հարց ես գրել, ինքը քեզ պատասխանել է։ Էս ինչ է։ Հիմա սայից հետո ձեզ խի պիտի հավատանք, ոնց պիտի հավատանք, ինչ պատճառներ կան ձեզ հավատալու, ինչի համար։ Ու մի հետաքրքիր բան է, ժողովուրդ ջան։ Հա, այ ասացից վրա օրինակը բերեմ, հա, նայեք։ Օրինակ ավականիում։ Միացրել են վարչապետի խոսույթը, մի կարճ հատված, ու պատասխանում են այդ հատվածին, նայեք։ Հիմա լսեք, սա քաղաքացիական պայմանագրի ղեկավարը, բարձրագույն ղեկավարն է ասում, թոշակառուները ինչ պետք է անեն 10400 դրամը։ Դուք ինչ պետք է անեք այդ պարգևավճարները, որ ստանում եք, այսինքն դուք կարող եք բլա, հասկացաք, չէ՞ խոսքը ինչի մասին է։ Դնում է, որ Փաշինյանը ազգային ժողովի ելույթում մի հսկայական ճառեր ասել, մի քիչ այդ հատվածը, մարդիկ նայում են, չէ՞։ Ասում են, հա, հենա Փաշինյանի ձենն էր։ Ու սկսում է շարունակել, իսկ ինչ պետք է անեն այդ գումարը, դուք չգիտեք, այ դուք որ այդքան լսի ապեր ջան, ես չգիտեմ, կանոն ազգանունով, ոնց է, հավականի է ռոձի։ Իսկ գուցե միացնես դիտենք բոլորով վարչապետի այդ ելույթը ամբողջովին, որտեղ ոչ թե ասում է ինչ պիտի անեն այդ գումարը, այլ ճիշտ հակառակ։ Նա ասում է, որ 63 կամ 65 տարեկանը իհարկե թոշակի գնալու տարիք է, բայց չպիտի դրանով մարդը սպառված համարվի։ Նա պիտի ստեղծի պետությունը միջոցներ, որ այդ ինչ տարիք է։ Դրանից հետո նույնպես կարողանա ձեռնարկատիրությամբ 1000 տեսակ ծրագրեր իրականացնել եւ այլն եւ այսպես շարունակ։ Եւ պետությունը պիտի աջակցի նմանատիպ ծրագրերին։ Թե չէ, եթե ասենք բարձրացնենք այսքան գումարով, բայց իրեն նստեցնենք տանը, այդ ինչ է տալու։ Ոչ մի բան։ Ավելի լավ է, որ նո, դրան զուգահեռ նաև սա տեղի ունենա։ Դու ամբողջը չես էլ դնելու։ Իհարկե ես շատ ուրախ կլինեի, որպեսզի որ տեսնեի դու ամբողջ ելույթը դրել ես ու նոր այդ հարցադրումը տալիս ես, բայց դու դա չես անի։ Որևիցե մեկը դա չեք անի, հասկանում եք, որովհետև ձեզ ձեռնտու չի, որովհետև կոնտեքստից կտրելն է ձեզ համար։ Ինչպես որ Շուշին դժբախտ քաղաք են կտրեցի կոնտեքստից, ու այդպես շարունակ իմ խոսույթները դիցել եք կտրել կոնտեքստից, անգամ կտրած կոնտեքստով գնացել հավասել եք կծը կամ բան ոստիկանություն բան տալու։ Այդ հատագործության մասին հայտարարություն անել։ Այս եք դուք։ Այս է ձեր պատկերացրած քաղաքականությունը։ Ու դուք ուզում եք քաղաքացիներին համոզել, որ իրոք մտածում եք նրանց մասին, ինչի վրա հավատում։ Ինչի համար։ Հիմա լավ, սա հասկացան, չէ՞, Ալիկ Ալեքսանյան, մյուս անգամ կխնդրենք մեզ քաղաքացիներից, որովհետև համացանցը դա հանրային տիրույթ է, կխնդրենք մեզ չխաբես ու չմոլորեցնես։ Լավ, մենակ քեզ չէ, բոլորին ասա վերաբերվում։
ով խափում ու մոլորեցնում է, պիտի հրաժեշտ տա քաղաքացու ձայնին, քաղաքացու քվեին, քաղաքացու դրական վերաբերմունքին, չի կարող դա տեղի ունենալ։ Ասենք առաջ։ Ուժեղ ղեկավարի խոսույթ, եկեք լսենք ինչ ասում։ Մեր էպոսի մեջ մաս կա, ասում է առյուծ մերը, զարմով դյութազուն 40 տարի իշխում էր Սասուն։ Իշխում էր ահեղ եւ նրա օրոք հավքն էլ չեր անցնում Սասմասարերով։ Այսինքն հավքը չի անցել։ Դա նշանակում է, որ ուժեղ ղեկավարի պարագայում խաղաղությունը երաշխավորված է, ղեկավարն է խաղաղության երաշխավորը։ Թույլ ղեկավարը բերում է մեզ պատերազմներ, որը մենք տեսնել ենք 3 պատերազմ 7 տարում։ Մեր ղեկավարը երկրի դրսում խելոք է, ինչ ասում են իր հիմնական կրեդոն, ասեք անենքն է դրսից։ Ով դրսից ինչ ասում է, ասում ասեք անենք, անում է գալիս։ Ու մի քիչ բարձրացնում են, բայց մեծ առումով դա է։ Իսկ ներսում ուժեղ ձևանցնում է թե ուժեղ է եւ բանտարկում է իր դիմախոսներին։ Իսկական ղեկավարը դա նա է, ով դրսում ուժեղ է, դրսում քեզ պաշտպանում է, ինչ ասում են, հակառակն է ասում եւ բերում է դրան, որ համաձայնվեն իրար հետ առանց կոնֆլիկտի։ Իսկ ներսում մեծահոգի է իր ընդդիմության հետ։ Այդպիսի ղեկավար է մեզ պետք, որ ներսում լինի քահանա, դրսում գիտեք ինչ։ Սատանա նկատի ունի։ Մեր էպոսի մեջ Նարեկ, դու հրաշք ես, տես, սկսենք էպոսից, առյուծ մհերը զարմով դյուցազուն 40 տարի իշխում էր Սասուն, 40 տարի հավքը իր թևով, օծը իր պորտով, ոտք չէ դրել Սասնասարում, նախ զարմով նա դյուցազուն էր, ժամանակներ են եղել աշխարհում, երբ որ սերունդներն են շարունակել իշխել, բայց առյուծ մհերի պարագայում մի քիչ պետք է ավելի խորը գնալ Օրինակ, Սանասարից եւ Բաղդասարից սկսենք չգնանք դեռ Գագիկ Տակավոր եւ այլն, գանք Սանասարից եւ Բաղդասարից, ովքեր ըստ էության հիմնեցին Սասունը։ Ինչ արեցին, ասում 40 ընտանիք բերեցին, կառուցեցին երկու եղբայր, բոլոր 40-ի տները, պարիսպները շարեցին, 40-ի տները, 40 ընտանիքի տունը կառուցեցին, հետո նոր իրենց տունը կառուցեցին։ Հասկանում ես։ Եվ այս երկու եղբայրը, Սանասարն ու Բաղդասարը, այս ձևով, այս արժե համակարգով ու ավանդույթներով ամուր Սասուն տվեցին բանին, առյուծ մհերին։ Առյուծ մհերը զարմով հենց այդ ցեղից էր։ Հասկանում ես թե ոչ։ Հենց այդ ցեղից էր։ Եվ նա շատ լավ էր հասկանում նիստուկացիա ինչպեսին նա ու իր գործը ինչպեսին է պետք։ Այսինքն ինքը ժառանգել էր ամուր Սասուն իր բնակիչներով։ Հիմա խնդրում եմ ինձ ասես, ըստ քեզ Նիկոլ Փաշինյանը ինչ է ժառանգել։ Վերցնենք հասած բանի մասով դե նախագահական, վարչապետական, այլ ժամանակներ են 21-րդ դար եւ այլն, բայց այնուամենայնիվ ամեն ղեկավար իր գործը շարունակում է որոշակի ժառանգության հիման վրա։ Ըստ քեզ ինչ է ժառանգել։ Ես քեզ կարող եմ հուշել ինչ է ժառանգել։ Ժառանգել է քայքայված տնտեսություն։ Քանդված օլիգարխներ։ Մի 10 հարուստ մարդ, օլիգարխ բառը քեզ արցանոթ կլինի։ Մի 10 հարուստ մարդ, մի 50 ընտանիք, մի 200 մանգլավիկ ու սենց։ Всё։ Ժառանգել է քայքայված բանակ։ Չզինված բանակ։ Բարքերը բանակի էլ չասեմ։ Զինվորական հրամանատարության մասին նույնպես կարելի է չխոսել։ Ժառանգել է փակ սահմաններ։ Ժառանգել է արտաքին հարաբերություններում զրո վերաբերմունք Հայաստանի Հանրապետության հանդեպ, որովհետև բոլորը ասել են Ռուսաստանի Բոստանն է Հայաստանին, չգնանք նրա ղեկավարի հետ խոսենք, եթե կարող Ռուսաստանի հետ պայմանավորվել։ Ու այսպես շարունակ։ Թե այսօր ինչ է թողնում ինքը իրենից հետո են եկողին, սա կգնահատի արդեն իրենից հետո եկողը, լավ, արի միշտ ապի։ Ինձ այստեղ իհարկե քո ելույթում շատ հետաքրքիր էր այն հատվածը նաև, որ դու իբր փորձում ես անդրադառնալ նախկին 3 նախագահներին, որ նրանք այո, նրանք սենց, բայց այն որ բանը պայելով ու չգիտես ինչի։ Մի խոսքով, այստեղ շատ չկենտրոնանանք, դուք ինչքան ուզում եք իրար գնահատականներ տվեք բացասական, միևնույնն է բոլորը նույնն եք, որովհետև մի գրասենյակից եք կառավարում։ Բայց քո հորեղբայրը հարգելիս 44 օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանի Դաշնությունից կոչ արել, որպեսզի կողմերը նստեն բանակցության սեղանի շուրջ։ Նույնպիսի կոչ, ինչպեսին արել է Ռուսաստանը, ինչպեսին արել է Ֆրանսիան, ինչպեսին արել է Ամերիկան, ինչպեսին արել է մակ չգիտեմ ով ասես արել է այդ կոչը։ Հասկանում ես, բայց քո հայրենիքը, քո պետությունը իր թշնամու հետ օրհասական պատերազմի մեջ է, ու դու քեզ դրսևորում ես այնպիսին, ինչպեսին դա անում են օտարները։ Սա լավ բան է թե ինչ։ Այսինքն դու քեզ դուրս ես դնում այդ կոնֆլիկտից ու կողմերին կոչ ես անում նստել բանակցության սեղանի շուրջ։ Սա ինչ է։ Սա առյուծ մհերի հետ ինչ որ կապ ունի։ Ինձ կարող ես հուշել։ Կամ
Մեկ այլ խոսույթ, որը նույնպես շատ ինձ հետաքրքրեց, քո աշխարհընկալումն եմ, ես ուզում հասկանամ, չեմ կարող բռնեմ, հասկանում ես, իսկապես չեմ կարող բռնեմ։ Նայեք։ Բոլոր նախագահների հանդեպ իրենք արել են աշխատանք, ներեք։ այս ղեկավարը մի ընդհանուր խնդիր ունեն։ Հասարակությունում կա մաս, որ չի ընդունում մի նախագահին, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին եւ ընդունում է մյուսին։ Կա մաս, որ չի ընդունում այսօրվա ղեկավարին, ընդունում է նախագահներից մեկին։ Մեր հասարակությունը բաժանված է։ Ամեն հասարակության հատված ունի իր համար հետաքրքիր, իմ համար համակրելի քաղաքական գործիչ, բայց բոլորով իրար հետ ոչ մեկի հետ համաձայն չեն, որովհետև ոչ մեկի մեջ չեն տեսնում իրենց համախմբող ուժը։ Որպեսզի մեր երկիրը համախմբվի, որպեսզի մեր ազգը համախմբվի, մեզ պետք է Հայաստան ունենա նոր ղեկավար։ Ամենայն հարգանքով Հայաստանի բոլոր նախագահների հանդեպ։ Իրենք արել են աշխատանք, մենք ամենայն հարգանքով ենք վերաբերում, բայց ապակա Հայաստանում իրենց ժամանակը էլ չէ։ Նոր առաջնորդների ժամանակն է։ Ես չգիտեմ, այսքան մարդը ինչի համար է ծափարում, դու ինչ ասեցիր, որ ծափարում են, ես իսկապես ուզում եմ ըմբռնել, գուցե ես էլ պիտի այսքան տեղը ծափարեմ, չեմ հասկանում, բայց դες աշխարհի բոլոր երկրներում կան քաղաքական կուսակցություններ, ու այդ կուսակցությունները քաղաքական process-ների մեջ են լինում, եւ ձգտում են գնալ դառնալ իշխանություն եւ կառավարել պետություն, հասկանում ես։ Կան ուղղություններ այդպիսի, օրինակ լիբերալներ կան, կոմունիստներ կան, չգիտեմ, ամեն ինչ ասես կա, սոցիալիստներ կան, դեմոկրատներ կան, հանրապետականներ կան, բոլոր ամեն մեկը ունի ուղիղ գծված գաղափարախոսություն, ինչին հավատարիմ իր թիմով գնում է եւ հասարակության փորձում անել համոզել, որ դա լավագույն տարբերակն է պետությունը կառավարելու։ Բնականաբար քաղաքական պայքար է լինում, դա պարակտման մասին չի ապեր։ Չէ՞, դա պարակտման մասին չի։ Դա քաղաքական պատկերացումներն են ամեն մի մարդու։ Բայց եթե դու նկատի ունես, որ մի տեսակ մենք կարողացած շատ զգացմունքային ու կոպիտ ենք իրար հետ շփվում, գուցե դա նկատի ունես, այդ բaragայում ընդամենը մի բան է պետք լինել իրավահպատակ։ Ընդամենը վերցնել կարծած սահմանադրությունը, որտեղ հստակ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած մարդ ունի կարծիք ունենալու իրավունք։ Հասկանում ես։ Եվ եթե ես ունեմ կարծիք ունենալու իրավունք եւ պաշտպանում եմ իմ կարծիք ունենալու իրավունքը, ես նաեւ պիտի հաշվի առնեմ, որ իմ դիմացինը նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ով նույնպես ըստ սահմանադրության ունի կարծիք ունենալու իրավունք։ Այսինքն ես ոչ թե իր հակառակ կարծիքի համար պիտի իրեն հայհոյեմ, վիճեմ, հետո չգիտեմ կռիվ դավիներ անեմ, նվաստացնեմ, պախարակեմ, այլ պիտի ըմբռնումով մոտենամ, կարող ենք զրուցել, կզրուցենք, չենք կարող զրուցել, չենք զրուցի։ Բայց ցավոք սրտի, այն մարդկանց մեծամասնությունը, ով հիմա քո կողքին են հարգելիս, ինձ, ես, որ քաղաքական մարդ չեմ, գուցե ինձ շատերը շփոթում են, թե քաղաքական ձևով են վերաբերվում, բայց ես հասարակական գործիչ եմ։ Քաղաքականության մասով ունեմ իմ վերաբերմունքներն ու հայացքները, բայց երբ որ քաղաքացին 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուրս էր եկել, պատում էր իր աչքի տեսածը, բոլորը սկսեցին այ կողքիններն ու նրանց մանկլավիկները փորձեցին ոտնահարել իմ կարծիք ունենալու իրավունքը։ Ինչով ինձ արդեն տրամադրեցին իրաց դեմ բնականաբար։ Եվ ես մի կողմից պիտի պաշտպանվեի, մյուս կողմից հակահարձակման դիմեի։ Եվ դա ես արել եմ, կարծում եմ արել եմ այնքան, ինչքան որ մի մարդու պարագայում հնարավոր է։ Հասկանում եք, որովհետև ես մի մարդով հազարավոր մարդկանց հետ էի կռիվ տալիս։ Հիմա խնդրում եմ, օրինակ Բարտևանյանը ես մի կողք կտեր, չէ՞, ոնց տեսա։ Մեկ բզի ասա ապեր։ Ինչի չէիք արգում մարդկանց կարծիք ունենալու իրավունքը։ Ընդ որում ինքը փաստաբան է, իրավաբան է, պիտի որ հեշտ հասկանա ինչ ես ասում։ Ասա ապեր, երբ որ մարդ անցնում էր ձեր միջով, ձեր միտինգների ժամանակ, ինչի եք այդ մարդուն անվանարկում, ինչի եք հայհոյում, ինչի եք թուլ կանվում, ինչի երբ որ հարցակում եք ավտոբուսի վրա մարդկանց ասում եք իջեք, միացեք մեզ, եթե չեք միանում, ուրեմն թուլ եք։ Այս սա կարող ենք մի հատ այդ Բարտևանյանից թե բզես, ինքը քեզ ասի, այս սա է պարակտումը։ Ոչ թե քաղաքական տարբեր հայացքներ ունենալու։ Աշխարհի բոլոր երկրներում քաղաքացիները ունեն քաղաքական տարբեր հայացքներ։ Բայց օրինակ Միացյալ Նահանգներում երկու կուսակցություն է, չէ՞, դեմոկրատներ, հանրապետականներ։ Կարելի է ասել, որ այդ հասարակությունը պարակված է, ոչ, որովհետև ընդհանուր առմամբ այդ հասարակությունը իրավագիտակից է։ Իրավագիտակից։ Հասկանում ես թե չէ՞ ապեր։ Չի կարող լինի մեկը, ում բոլորը սիրեն կամ ընդունեն։ Դա մի պարագայում կարող լինի։ Եթե այդ երկիրը բռնապետություն է, օրինակ Հյուսիսային Կորեայում, ուզեն թե չուզեն, բոլորը սիրում են Քիմ Չեն Ընին։ Բոլորը նրան տենալուց պիտի երջանիկ դեմքերով ծափարեն, արցունքոթվեն երջանկությունից, փորձի մեկը պակաս արցունքոթվի միջայլով։ Հասկանում ես։ Նման օրինակներ, օրինակ Ստալինին, բոլորը պիտի պաշտեին, պիտի համարեն ազգերի հայր։ Այդպես նարոդ, հասկանում։ Այսպեսի բան ժողովրդի հայր, բայց սա պարտադրանքն է հենց։
Չի լինում, տենց չի լինում։ Դա կործանում է երկիրը, ինչպես որ օրինակ Խորհրդային Միությունը քանդվեց, քանդու կարապ եղավ իր հետևից արյունալի ամենատարբեր հարցեր թողնելով, որ 30 եւ ավել տարիներ անց դեռևս լուծելու փուլում են։ Եվ չի լուծվում շատ դեպքերում, որովհետեւ երբ որ մարդիկ գնում են լուծելու հետևից, ցեզանից շատերը նրանց անվանարկում են, ոնց է իրացում, դրսում ասում են ասեք կանենք, այստեղ գալիս են անում են։ Հանձնեցին Արցախի դրոշ է իր ցուցադրում, չէ՞, ինչքան գիտեմ։ Ես ճիշտ ասած կարճ այս բանը մի հատ հիմա ես կկարդամ սա, այս մի հատ կարճ վիդեո ամեն դեպքում սարքելու եմ, տեղադրեմ, որպեսզի բոլորիդ հասկանալի լինի հողատուների իրական հողատուները ովքեր են, ես ինչի եմ հողատու անվանում նրանց։ Ոչ թե ընդամենը այդպես աբարոտ կան, չէ, բացարձակ։ Պարզապես նրանք մեզ խաբել են։ Նրանք մեզ չեն բացատրել։ Գուցե միտեղ հրապարակել են, գուցե ինչ-որ sense կծկտուր բաներ, բայց չեն բացատրել sense բաների մասին։ Եվ մեր լրագրողներն էլ զբաղված չեն եղել մեզ լուսաբանելու։ Հիմա արի տեսնենք թե ոնց էր դառնում, որ ասում էին, չէ, գնաց ճանաչեց Ադրբեջանի ամբողջականությունը, եկավ բռնային, բան, ինչ է, այս նվաստացուցիչ վիճակից երբ ենք դուրս գալու։ Դուք վաղուց եք եղել նվաստացուցիչ վիճակում։ Հիմա ես համար կընթերցեմ մի կարճ նոտ, ժողովուրդ ջան, գուցե տերմինոլոգիան շատ չհասկանաք, բայց խնդրում եմ, սկզբից մինչև վերջ, լսեք ու ինքներդ կըմբռնեք խոսքը ինչի մասին է։ Ուրեմն սա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքն է, որը հանրապետականները բանը Նարեկ Կարապետյանի հայրը այդ թվում սղղծրին անցկացրեցին։ Նայեք, որոտան պետական սահման Ադրբեջանի Հանրապետություն սահմանագիծը, որոտան պետական սահման Ադրբեջանի Հանրապետություն սահմանագիծը BG հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ։ Որոտան բարձրավան սահմանագիծը ԳԴ, որոտան բարձրավան եւ Շինուհայր գյուղական համայնքների տարածքների բաժանման հանգուցային սահմանակետից, որը գտնվում է Անտառի եզրին, սահմանագիծը Անտառի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-ից 5 սահմանակետերով անցնում 1843 մետր, հասնում թիվ 6 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, Անտառի եզրի թիվ 7-ից 9 սահմանակետերով անցնում 1008 մետր, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի հյուսիս-արևելք, Անտառի եզրով ասում 418 մետր, հասնում Գորիս-Կապան հանրապետական նշանակության ավտոնոմ ճանապարհի վրա գտնվող թիվ 11 սահմանակետին, թիվ 11 սահմանակետից սահմանագիծը նշված ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, չի ասում ճանապարհի երկայնքով էս եզրով։ Հենց այդ է, հիշում եք, որ ասում եք, օ, ադրբեջանցիք են բլոկպոստ դրել, այն Բադալովը գնացել ես ինչեր էր նկարում։ Նայեք, թիվ 11 սահմանակետից սահմանագիծը նշված ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, թիվ 12-ից 73 սահմանակետերով անցնում 6293 մետր, հասնում Որոտան բարձրավան գյուղական համայնքների եւ պետական սահմանի Ադրբեջանի Հանրապետություն տարածքների բաժանման G հանգուցային սահմանակետին։ ԳԴ սահմանակիցի ընդհանուր երկարությունը 9562 մետր է։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուղ գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագրությունը։ Շուռնուղ գյուղական համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում։ Համայնքը հյուսիսից ԱԲ հատվածներով սահմանակիցը պետական սահմանին Ադրբեջանի Հանրապետություն։ Արևելքից եւ հարավից ԲԳ հատվածով Դավիթ Բեկ գյուղական համայնքին։ Հարավից ԳԴ հատվածով Սևակար գյուղական համայնքին, ԴԵ հատվածով Եղեկ գյուղական համայնքին, ԵԶ հատվածով Վերին Խոտանան գյուղական համայնքին։ Արևմուտքից ԶԷ հատվածներով Տանձավեր գյուղական համայնքին, հատվածով բարձրավան գյուղական համայնքին։ Շուռնուղ պետական սահման Ադրբեջանի Հանրապետություն սահմանագիծը ԱԲ հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ։ Հիմա ասեմ խոսքը ինչի մասին է։ Ժողովուրդ ջան, Սերժ Սարգսյանը եւ Նարեկ Կարապետյանի հայրը 2010 թվականին դաշնակցականների հետ համատեղ կուրսեցողների Հայաստանի Հանրապետության այս նշածս գծով, այդ գծից այն կողմը համարել են Ադրբեջանի Հանրապետություն։ Վերջ։ Սա նաև Հայաստանի Հանրապետության օրենքով, որը զորով են ընդունել տվել ազգային ժողովում միջայլոց։ Հասկանում եք։ Ով է եղել հողատուն, ով է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ով է ճանաչել, որ Հայաստանից այն կողմ Ադրբեջանը։ Այդ սահմանագծից Արցախը չկար, էլ արդեն։ Հա, այստեղ մի հատ կռուտիտ ունեն, անկեղծ ասեմ, որ այդ հատվածը 7 շրջաններից մեկը երկուսն էին, որոնք որ իրենք խոսել են ու դրա մասին ասել են, լուրջ։ 7 շրջան, բա Լաչինի միջանցքը ինչ եղավ։ Բա լավ, այդ շրջանները, որ գնում են, այդ շրջանները գնաց պատերազմից հետո։ Ինչի եք դուրս եկել կապիտուլյացիայից գոռում։ Ինչի եք Արցախը բուն դեռևս մնում է առանց Շուշիի եւ Հադրութի։ Որի համար
հանձնառություն էր վերցրել իշխող խմբակցությունը, որ արտաքին դիվանագիտական կապերի միջոցով կփորձեն վերականգնել այդպես պատերազմը եկել են զավթել։ Հիմա ընդ որում Նարեկը ու Նարեկի նման տղերքը այնտեղ չէին այդ ժամանակ։ Կամ այնտեղ են ուրիշ գործով երևի, չգիտեմ։ Ամենայն դեպս զենք չեն վերցրել ձեռքները։ Հիմի այս Ղարաբաղի մասին առանձին որտեղ է գրած։ Իհարկե դուք հետո հակադրեցիք, ամեն ինչը գնացիք, տվեցիք, հանձնեցիք եւ լախով բանով կապիտուլացիք եկաք։ Բայց այս ինչ է։ Սա հողատվություն չի 2010 թվականից։ Ում հրահանգով արվել թուրքերի եւ ադրբեջանցիների։ Այս կզել եք ադրբեջանցիների դեմ։ Նարեկ հայրդ սրա մասնիկն է։ Ու քեզ չտվա, թե սենց ինչ-որ փողեր ծախսելով, փորձելով դրականը լցնել իբր բան, յանի դուք տենց դեմք եք, դրանով կարող ես ծածկել շատ բաներ, որոնք շատ մեղքեր, որ գործել է հանրապետական կուսակցությունը դաշնակների հետ կոալիցիոն իշխանության ժամանակ։ Չէ, հիմի տեսեք, շատերն ասում են լավ, դե դա ով է որ տենց անդրադառնում ես։ Գիտեք, խոսք ասում փողը մութ տեղը լույս է տալիս։ Եվ ես մեր հասարակության մեծ մասին շատ լավ ճանաչում եմ։ Ես պարզապես ժամանակ առ ժամանակ ես փորձում եմ ծանոթացնել, թե դուք ձեր որոշելիքն է լինելու, հարցը դա չի։ Բայց սա եք ուզում որոշել։ 1 միլիարդ թող չլինի 10 միլիարդ, 50 միլիարդ լինի, այդ մարդու փողերն է, չի դնելու մեր բյուջեի մեջ։ Մոռացեք դա, ընդհակառակ։ Ինչ որ հիմի ծախսում է, լավ իմացեք, ընտրվելու պարագայում կրկնակի, երրակի 10 տապատիկա հետ կերելու։ Նա դա չի ների։ Դա մենք բոլորս գիտենք։ Այսպես խափելով, ստելով, տեսնում եք, ավականու անդամները անգամ վեր են կացել ազգային ժողովի թեմայից քաղաքական քննարկում են սկսել։ Լավ սկսել եք, լավ եք արել։ Գոնե փորձեք մի քիչ ազնիվ լինել, էլի։ Արա, էսի մենք ենք, մարդիկ ենք ախպեր։ Մարդիկ ենք, ժողովուրդ ենք։ Կարող է շատ բան չենք հասկանում։ Պիտի ասես քյոլեք էդ, հա։ Բա ասում եք սիրում ենք, բա ասում եք մեր հայրենիքը, ձեր հայրենիքը ո՞րն է։ Լավ իմացեք, հայրենիքը, եթե այնտեղ ապրող նաև հայրենիքը այն ամեն ինչն ինչ որ ապրում է որոշակի տարածքում, հասկանում եք։ Բայց դուք չեք սիրում, դուք խափում եք։ Դուք մեռոնի թույն եք խառնում։ Սա է իրականությունը։ Շատ չեմ ուզում ջանջալ ասել, ժողովուրդ ջան, շատ ասելիքներ կուտակվել են, բայց ես մի քանի օր իմ ծանր օրեր են անկեղծ ասած։ Ինձ թվում է անգամ, որ շատերս էլ մեծ հաշվով հասկանում ենք էլի։ Շատ բան ենք հասկանում։ Կամ բան են հրապարակել Չախալյանի վրա։ Վայ, այս խայտարակություն է։ Ուրեմն, այս վիդեոները ես այդ ժամանակներից եմ դեռ հիշում, ես Չախալյանին էլ մի անգամ հարց է տվել, խոստացել էր, որ ես դա դու տես։ Իհարկե, ես սպասում եմ դեռ, Նայիրի Հոխիկյանն էլ հրապարակել, թե տեսեք Չախալյանը ինչ տղա է։ Ինքը անգամ Միշայի դեմ դուրս, բանը Սաակաշվիլիի հետ դուրս եկավ, բանի հայկականության, չգիտեմ ինչերը պահպանելու համար, բան, իհարկե դարձյալ ռուսի հրանգով։ Այս տեսանյութերը, որ ոնց է Սաակաշվիլիը շալյա տալիս, Սեբաստիան բանց բաներ։ Հա։ Իսկ Շախալյանը վերբոխ է եղած մարդ։ Շախալյանին հենց ասեմ, եթե չեմ սխալվում, հենց Պրոշյանի դեպքերի ռեստորանի դեպքերից հետո երբ որ տարան փագին հետո լրիվ ուրիշ տղա դարձած դուրս եկավ բան։ Իբր գյուղից մարդ չկա, էլի։ Իբր գյուղից մարդ չկա։ Ոնց ուզեն իրաց կարան պահեն։ Ես 20-21 թվականներին նրա պատմությունները պատմել եմ, թե ոնց է ինչա։ Եթե պետք է կարող եմ թարմացնել ոմանց հիշողությունը։ Բան, պարոն Հոխիկյան։ Այսպես ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու, տարածելու համար։ Ինչ ունենք, հենց էդ էլ ունենք։ Այսպես խափելով փորձում են առաջ գնալ։ Խափում են ու փորձում են ապացուցել, թե իրենք սիրում են։ Խափում են եւ փորձում են ապացուցել, թե իրենք մտահոգ են։ Իհարկե, բավարար։ Ամենից շատ լավ լինելու, հեշտ չմտածեք, լավ մնացեք, բարի գիշեր ձեզ։